Ողջույն բոլոր ձեթմքի, ես Ալեքս ու դու գտնում եք իմ Alex TV YouTube-ն ալիքում։ Եվ գիտեք ինչ եմ ուզում ասել ժողովուրդ։ Բարությունը շատ լավ բան է, ընդհանրապես բարի լինելը շատ կարևոր է։ Բայց երբ դու շատ փոքր երեխա ես դեռ, դու չես տարբերում թե ինչա բարությունը, ինչա չարությունը, ու անում ես շատ տարօրինակ չարություններ։ Օրինակ ես հենց հիմա շատ բարի տղա եմ, չէ՞, իմ աչքը քաշած ապրում եմ։ Բայց երբ ես հիշում եմ թե ինչեր էի անում փոքր տարիքում, օրինակ հենց ձեռքս ուտելիքեր ընկնում, սենց ճզմում քսում էի դեմքիս, կամ մի անգամ դանակով արձակվել եմ ծնողներիս հողաթափերի վրա, եւ միայն երբ մեծանում ես, այդ ժամանակ ես հասկանում թե փոքր ժամանակ ինչ անիմաստ չարություններ ես արել։ Եվ այսօր ես հավաքել եմ փոքր երեխաների շատ տեսանյութեր, որոնցում նրանք իրենց շատ չարաճճի են պահում։ Հավատացեք, այդ երեխաներից մի քանիսը ինենց չար բաներ են անում, որ տեսնեք, կասեք ես երեխա չի, ես չգիտեմ ինչա։ Այնպես որ շատ հետաքրքիր վիդեո է սպասում, այսօր մենք միասին դիտելու ենք այդ տեսանյութերը եւ մեր կարծիքն ենք արտահայտելու այդ երեխաների մասին, այնպես որ հենց հիմա դիր լայք, բաժանորդագրվի ալիքին, իսկ մենք անցնում ենք վիդեոին։ Գնացինք։ Դե ինչ, առաջին տեսանյութը, ուրեմն այս երեխան գերասկուտերի վրա է, hoverboard-ի եւ ինչ անում։ Խորովա քշում, չեմ հավատում։ Ու հեսա մի բան ընդելու է։ Իսկ ինչ արագ է պտտվում։ Ժողովուրդ, դուք պատկերացնում եք թե ինչ կլիներ այս երեխայի հետ, եթե ինքը թռներ այդ hoverboard-ի վրայից։ Այն մյուս աղբերն էլ հաստատ իրանից մեծ է, կանգնել նայում է։ Ուրեմն հաջորդ վիդեոն այս երեխան ուզում է իրեն սոկ լցնի։ Ինու էր լցնում։ Թափեց սող։ Ու հլը դեմքը։ Իրա համար լրիվ նորմալ է։ Ոյ, այս երեխեն երևի երբեք իր կյանքում չի կարա դիպուկահար դառնա։ Հաջորդը։ Գիրացա, որ այս տղան մոռացել է, որ ինքը երեխա է։ Так, ես երևի թե հայրիկն է, հա։ Ինչ ոնում։ Ին ոնց էր խփեց։ Ձայնը լսեցիք։ Ժողովուրդ, ինչ դառեր այս երեխան հաստատ դիպուկահար չգիտեմ, բայց կարա լավ բոքսեր դառնա։ Լավ, անցնում ենք հաջորդ վիդեո։ Էս ով է։ Ինչ ասում։ Պատմում է, որ դուրս է եկել iPhone XS-ը, այս շուտվա վիդեո է, հա, ասում է XS-ը դուրս է եկել ու ինքը ուզում է իր մայրիկին խնդրի, որ իրեն iPhone XS առնել։ Так, գնում է խնդրելու։ Ինչ վստահ է գնում։ Ահա, այս մայրիկը պարտված է։ Ասում է iPhone XS-ն է դուրս եկել, իմ երախսը արդեն հին է։ Նիֆիգա սիբե, էլի, iPhone 6S է։ iPhone X-ի ժամանակով 6S-ը լավ էլ կայֆոտ հեռախոս էր։ Так, մայրը իհարկե ասում է ոչ, դու հեռախոս ունես ու ճիշտ ասում, եթե իդեալական աշխատում է այդ հեռախոսը, ինչի պետք է նորը առնեմ։ Так։ Նստի ոնց է խոսում մոր հետ։ Ձեն ունի ես տղեն։ Եթե մի հատ էլ ասես գոռացել կարող է ես իրան առնեմ այդ iPhone XS-ը, չգիտեմ ամեն դեպքում շատ վախենալու ձայն ունի։ Էս ուր էր գնաց։ Օկանջողը հլը։ Так, ուրա գնում։ Դուրս չասեք, որ ես 6S-ը ջարդելու է։ Մորը ասում է դու կանգնի տեղ, այնալ ձեռքով չասես, որ ջարդելու է հեռախոսը։ Ասում է հիմա ինչ չես առնում։ Մայրն էլ ասում է, որ ոչ չեմ առնում, որտեղ աշխատում է քո հեռախոսը։ Չասես, որ ջարդելու։ Եթե ես փոքր ժամանակ իմ iPhone 6S-ը ջարդեի իմ մայրիկի աչքերի առջև միայն այն պատճառով, որ նորն եմ ուզում, ինձ գիտեք ինչ հեռախոս կտային։ Մի րոպե, ոչ թե iPhone XS կառնեին, 4 մոդել, 3 մոդել ավելի նորը։ Մի րոպե ասեմ ինձ ինչ հեռախոս կտային։ Այ այս հեռախոսից կառնեին։ Հաստատ։ Ու ես էլ ինձ շատ կլներ, եթե ես տենց բան անեի։ Երբեք այսպիսի կապրիզներ չանեք ձեր ծնողների հանդեպ։ Ու հլը հետո շարունակություն էլ կա։
Շպրտեց բասեյնի մեջ։ Իսկ ինչ երեխա ես դաստիարակ եմ այդիկ ջան։ Հələ վեջն էլ չի, հիմա ջուր թաշեց մեջը։ Մերը ասում է գնա արագ հան։ Մայքին հանեց, երևի գնում է մտնի ջուրը։ Չի կարող մտնի։ Հələ կոնկրետ չարթել է երախոսը։ Հələ մայրը նորից չպրտես ջուրը, ես ինչ տա օրինակ ընտանիք են ես սրանք։ Ինչ են անում։ Ո՞ք չեք անի։ Տեսակ ժողովուրդ, արդյունքում ինքը ինչ ստացավ։ Ստացավ մայրիկի հետ վատ հարաբերություններ, ջարդած հեռախոս, որը հաստատել չի աշխատելու, ու հեռախոս չունեցավ արդյունքում։ Էնպես որ ժողովուրդ, սահմանափակվեք այն նրանով, ինչ ունեք։ Ես չեմ ասում ոչ մի դեպքում, որ դուք չպետք է նոր նպատակներ դնեք ձեր առաջ, ոչ, դա շատ կարևոր է, իհարկե, բայց դուք չպետք է սենց կոմպրիզներ անեք մանավանդ ձեր ծնողների հանդեպ։ Ասենք iPhone 6 ունեիր, այդ ժամանակ երազը ինք iPhone 6 ունենայինք մենք։ Հաջորդ վիդեոն ժողովուրդ։ Ուրեմն այս կինը ինչ որ հարցազրույց թե ինչ որ բան է պատմում, ոնց որ թե ինչ որ ալիքի հաղորդավար է, հա։ Իսկ ոնց է գոռոց։ Ես 99%-ով վստահ եմ, որ այս երեխան իր ընկերների հետ ինչ որ գրազ էր պարտվել, բայց ինձ չի թվում, որ այդ գրազը արժեր անել ուղիղ եթերի ընթացքում։ Հաստատ չգիտենք, որ ուղիղ եթեր է, բայց եթե հեռարձակվել է ու մենք տեսնում ենք հիմա այս վիդեոն, ուրեմն ինձ թվում է ուղիղ եթերի հատված կլինի։ Եթե ուղիղ եթեր չլիներ, չէին հրապարակի այս հատվածը։ Հաջորդ վիդեոն ուրեմն։ Տակ, գրած է, որ Հելովին էր ու բակի երեխաները եկել ու ջարդել են դդումները։ Իսա ջարդում են դդումները ու փախան։ Ասենք ինչի էլի, ինչ վատություն էին արել ձեզ այդ խեղճ դդումները։ Հետո այս մարդը դուրս եկավ, վազում է չար երեխաների հետևից։ Ես էլ երևի թե այդ մարդու կինն է։ Հետո ինչն էլ էր գնաց դրանց հետևից։ Այստեղ են էլ ինչ տխուրաձեռքի դրել է գլխին, երևի շատ էր պատրաստվել Հելովինին։ Հետ եկավ այս կինը, մարդն էլ էր հետ եկավ ու այս երեխեքը հետ եկան։ Ինչու ես վերադառնում հանցանքի վայր։ Հələ ոստիկանները, ես նրանց բռնել են, բերել են ու հավաքում են այս մարդկանց բակը։ Տեսնում եք ժողովուրդ, որ ոչ մի վատ արար անպատիժ չի մնում։ Ասենք իմաստ կար, հիմա հաստատ ինչ որ դու գանք իրեն ու դու էլի քո ծնողների վատ դրության մեջ կլինես։ Հաջորդը, ինքնաթիռի մեջ այս աղջիկը իր մազերը խռել է հետևին ստովրի էկրանին։ Մկրատ է էլի պետք ուղղակի այդ ժամանակ։ Հաջորդը, այս աղջիկն ով է։ Ոնց է գոռում, քին մայր, ասում է մաքրի իմ սենյակը։ Ինչ իրես առած անդաստիրակ երեխայով։ Հաջորդը։ Այս մտել է խվատայքի մեջ։ Այս երեխան չար չի, էսի նույնիսկ ծիծաղալի է, եթե իմ երեխես ես բան աներ, ես կասեի մալադեց, որ ֆայմել ես։ Հաջորդը։ Էսը ես գիտեմ։ Ինքը մտածում է իրան բան չի լինում, ինքը շատ խելացի է, բայց էսա ես սպասում եմ, էսա մատ հավես, գլխի ներխփեց։ Մի հատ էլ, տեսակ ժողովուրդ, իր վատ արարքի պատճառով պատժվեց։ Հաջորդը։ Մոտոյա նստել ու խալաստոյի վրա գազ է տալիս ուղղակի ու հասկացաք ժողովուրդ, այս երեխան եկավ ոդքով մոտոյի սկորոստը փոխել։ Այդ մարդը իր համար նստած խալաստոյի վրա գազ էր տալիս իր մոտոյով
բոլորին ուզում էր ապացուցել, որ օրինակ ինչ ուժեղ մոտո ունեմ։ Այնտեղն ուղղակի եկավ, սկորոստը փոխեց ու գազվեց գնաց մոտ։ Դե ինչ ժողովուրդ, այսքանն էր մեր այսօրվա վիդեոն, վստահ եմ, որ հավանեցիք ու շատ հետաքրքիր էր, իսկ եթե հավանեցիր, ապա դիր լայք, բաժանորդագրվի ալիքին, իսկ երկրորդ մասի համար եկեք հավաքենք 1000 լայք։ Դե ինչ ձեզ հետ էի, ես Ալեքսը, ցտեսություն, պակա-պակա։